Բարև ձեզ սիրելիներս, ես Գոհարն եմ և ասեմ իդեպ, որ այսօր ես առաջին անգամ եմ վիդեո նկարում YouTube-ում։ Ճիշտ է, այս գործում ես շատ երկար տարիներ եմ աշխատել, մոտավորապես 15 տարվա փորձ ունեմ, աշխատել եմ թե թխվածքի բնագավառում, թե կարկանդակների բնագավառում և դա ոչ թե հիմա այս պահին միայն աշխատանք է, այլ իմ շատ սիրելի գործն է, որով ես զբաղվում եմ ամեն օր։ Ասեմ, որ իդեպ ես ունեմ արագ սննդի կետ, որը գտնվում է քաղաք Ստեփանավանում, Բաղրամյան 6 հասցեում, և այնտեղ վաճառվում է ոչ միայն իմ քաղցրավենիքները, այլ նաև տարբեր տեսակի կարկանդակներ, շաուրմաներ, հավի և խոզի, և բազմատեսակի կարկանդակներ, որոնք ունեն շատ լավ մեծ սպառում, էլի։ Այսինքն, եթե ես ամեն անգամ, ամեն օր ձեր ցանկությամբ, էլի, իհարկե, կարող եմ ձեզ ասել, թե ինչպես են պատրաստում կարկանդակները, որն է ձեզ հետաքրքիր, որը կուզեիք իմանալ, թե ինչ բաղադրատոմս է մեջը, ինչ է մեջը պարունակում, ես մեծ սիրով առանց որևիցե գաղտնապահության բոլորը ձեզ վստահորեն կասեմ։ Հիմա այս պահին կարող եմ ցուցադրել իմ արագ սննդի կետը, կարող եք տեսնել, թե ինչեր կա վաճառքում և ճիշտ է, այս պահին, որ ես նկարահանում եմ անում, արդեն ուշ է, մոտավորապես ժամը 9:30 մոտերն է, որի բանով իմ ապրանքի մեծամասնությունը արդեն սպառվել է, բայց ինչ որ ունեմ ես խանութ սրահում կարող եմ ցուցադրել և կուզեմ, որ դուք բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեք և կարող եք գրել, թե ես առաջինը, որը ձեզ ասեմ ոնց է պատրաստվում և ոնց է տեղի ունենում։ Իսկ այս պահին խնդրում եմ նայեք իմ խանութ սրահը։ Ունենք բուլկիներ, լինում է բուլկիները սովորական, ջեմով, նուտելա կրեմով և ունենք կորժիկ, իմիջիայլոց կորժիկը մեր մանկության կորժիկն է, ունի մեր մանկության կորժիկի համը, շատ լավն է։ Այստեղ գտնվում է կարկանդակների տեսականիներն եմ ներկայացնելու, կարկանդակ ունենք, ինքը հենց կոչվում է եռանկյունի, մեջը ինքը հավի աղացած միս է, բլինչիկի մսի նման, շատ համեղ է։ Ունենք այստեղ շերտավոր գաթա, իմիջիայլոց ինքը մատիկներ կտրվածքն է, որը ես իմ վիդեոներում ձեզ կբացատրեմ, թե ինչպես կտրվածքը անել, որ ինքը ունենա շատ գեղեցիկ տեսք ու մատիկները լայն բացված։ Նույն շերտավոր խմորով ունենք խաչապուրի, որի մեջ պարունակում է մաքուր լոռի պանիր, ինքը արժեքն էլ շատ մատչելի է, 200 դրամ, իմիջիայլոց ես իմ բոլոր արագ սննդի ապրանքները դնում եմ լրիվ մատչելի գներ, որպեսզի մեր ժողովրդին էլ հասանելի լինի։ Ունենք այստեղ իմերթական խաչապուրի, իմերթական խաչապուրին իր մեջ պարունակում է լոռի պանիր, հենց ինքը կարագով և ձվով հունցված, շատ համեղ է, 500 դրամ է, նույնպես մատչելի գին է։ Զեֆիրներ, պիցցաներ ունենք վիչինայով, պեպերոնի, պանդրով պիցցաներ, դոնալդ, տարբեր գունային շոկոլադներով, իմիջիայլոց բոլորը մաքուր շոկոլադներ են, շոկոլադապատ են, տարբեր գույների։ Այս ամեն ինչ, ինչ որ ես ներկայացնում և ասում եմ, բոլորը պատրաստում եմ ինքս և ինքս բոլորի համար, եթե ձեզ հետաքրքիր է կարող եք գրել, ես կմանրամասնեմ, որը ինչպես է պատրաստվում և մեջը ինչ է պարունակում։ Այստեղ ունենք պանդրով, ինքը հենց խաչապուրի է կոչվում, այսինքն ինքը հենց փափուկ հոթդոգային խմորով է, որպեսզի ճանապարհը տանելուն կամ ինչ-որ բան հարմար լինի չփշրվելու համար, էլի։ Այստեղ ունենք սոճինսկի կարկանդակա, որի մեջ պարունակում է հավի միս, վիչինա, պանիր, շատ համեղ է, իմիջիայլոց երեսն էլ է պանիր։ Վիչինայով սենդվիչներ, կիևսկի կոտլետով սենդվիչներ, կուլոկ, կուլոկի մեջ հավի միս է, վիչինա է, բաստուրմա է, շատ համեղ է, ունենք այսպեսի փոքր պիցցաներ, համ պեպերոնի պիցցա, համ նեփերշիկով պիցցա, հավի կրծքամսով կարկանդակներ, բուրգերներ, հավի մսով,
Լամաջո, որը լրիվ մաքուր տավարի մսից է, լրիվ մաքուր, որի համար ես ձեզ հավատացնում եմ, դա այդպես է, այս վերևում հոթդոգների տեսականի է, սիրելիներս, ունենք մի հատիկանոց հոթդոգ, 150 դրամա հատիկը, ունենք 2 հատիկով նրբերշիկով հոթդոգներ, մեջը կետչուպ մայոնեզ, և ունենք սարդելկայով հոթդոգներ, կարտոֆիլով հոթդոգներ, այսինքն պերաշկի նման է, որովհետև կան մարդիկ, որոնք նախընտրում են ձեթով չլինի, լինի խմորով, մենք 2 տեսակն էլ ապահովում ենք, որպեսզի մեր հաճախորդները ոչ մի բանի կարիք չունենան։ Ունենք չիբուրեկի, ինքը էլի մաքուր մսով է։ Եվ այս ներքևի հատվածում էլ արդեն պերաշկի պոնչիկ։ Ձեթային իհարկե, էլի, շատ համեղ ու շատ լավ։ Թխվածքները, խմորեղենները այս պահին պատրաստում եմ, դա արդեն ես ձեզ ցույց կտամ վաղը, որովհետև այս պահին սպառվել է, շատ քիչ տեսականի ունեմ, այնպես վաղը ես ձեզ արդեն բոլոր տեսականիները կներկայացնեմ։ Այս կողմի վրա արդեն մենք գալիս ենք դեպի նույն խանութ, նույն սննդի կետն է, արդեն այս կողմի վրա գտնվում է մեր շաուրմայի բաժինը, ունենք հավի, խոզի շաուրմաներ, մեծ եւ փոքր, շատ համեղ է ու շատ լավն է ու ֆրի հոթդոգներ։ Գտնվում է այս կողմի վրա։ Ամեն ինչը պատրաստելու անելու համար, սիրելիներս, ես ձեզ մեծ սիրով կբացատրեմ, կօգնեմ, եթե որևիցե մեկի մոտ հարց կառաջանա կամ ինչ-որ մի բան, ես նորից կբացատրեմ։ Ձեր հետ գոհարներ, աջակցություն։ Դե սկսեցինք։ Վերցնում ենք 12 ձու, պատրաստում ենք շատ արագ ու շատ հեշտ, շատ փափուկ ստացվող բիսկվիտ, որի համար բաղադրիչները շատ քիչ են գնում հիմնականում, ձու, պեսոկ, ալյուր, սոդա եւ քացախ։ Ու ստանալու ենք հիանալի բիսկվիտ, որով կարող եք պատրաստել եւ ռուլետ, եւ կարող եք պատրաստել տոնական տորթեր, կարող եք պատրաստել սովորական տորթեր, շատ լավ ու հետաքրքիր բիսկվիտ է։ Սկսենք ընթացքում կբացատրեմ ոնց։ Սկզբում ես վերցնում եմ 12 ձու։ Չենք առանձնացնում ոչ սպիտակուցը, ոչ դեղնուցը, բոլորը միասին է լինելու, բոլորը։ Սովորական բիսկվիտների նման չի, որ մի ժամանակ սպիտակուցն ու դեղնուցը առանձնացնում էինք, հերթով հարում, հետո միացնում իրար, չէ, իմ բիսկվիտը լրիվ ուրիշ ձև է, մենք ձուն միանգամից հարելու ենք շաքարավազով և ընթացքում կասեմ ինչեր ենք ավելացնելու։ Ու ստացվում է ավելի թեթև, ավելի լավ, ավելի որակյալ բիսկվիտ։ Կփորձեք ինքներդ ու կհամոզվեք, որ դա իրոք այդպես է։ Ձուն վերջացրեցինք, ավելացնում ենք 400 գրամ շաքարավազը և միացնում ենք, որպեսզի հարգի։ Եթե տանը ունեք նման ձևի հարիչ, ապա ավելի հեշտ կլինի, ու կարաք ոչինչ, խնդիր չի, սովորական ձեռքի միքսերով էլ անեք, ոչ մի խնդիր։ Թող ինքը հարի ամենաբարձր աստիճանով, ես դնում եմ 3-ի վրա, որովհետև ինքը ինչքան արագ է հարվում, այնքան ավելի հաջող է լինում բիսկվիտը։ Միացրեցինք։ Նու այն ժամանակ մենք ավելացնենք սոդան ու քացախը, երբ որ ամբողջությամբ նկատում ես, որ սպիտակը ինքը փրփռել է ու պինդ զանգված է ստացել, այսինքն ինքը ոնց որ լինի պինդ խմոր։ Այդ դեպքում ավելացնում ենք ու ես ընթացքում ցույց կտամ։ Արդեն հարվել է մեր մասան, նայեք, մոտավորապես պետք է լինի այս տեսակի։
ձունու շաքարավազը միասին հարված, ու մոտավորապես մի 10 րոպե ավել պետք է ինքը հարվի, որ ինքը ստանա այս վիճակը, որ ավելի բիսկվիտը թեթև, փափուկ լինի։ Հիմա անջատում ենք, ավելացնում ենք մի փոքր սոդա, այսինքն մոտավորապես սենց գթալի ծայրով ավելացնում ենք, առաջինը սոդան ենք լցնում, հետո ավելացնում ենք, նայեք չափը, ես ինչու գթալով կամ գրամով չեմ նշում, որովհետև հենց ինքը քացախը լցնում ենք մի ամբողջական պռով իր կափարիչը, նայեք, լցնում ենք, այս ամբողջականը իրան լրիվ չափա, ավելացնում ենք սոդայի վրա, ոչ թե ուրիշ տեղ, այլ լցված սոդայի վրա, որպեսզի ինքը մի քիչ սկսի փրփռել, ավելացնում ենք ու միացնում ենք, որ ինքը մոտավորապես մի կես րոպե պտտի, որպեսզի մասսան խառնվի։ Չենք թողնում երկար, արդեն ինքը նայեք խառնվել է մոտավորապես, նորից անջատում ենք եւ ավելացնում ենք արդեն ալյուրը։ Ալյուրը 450 գրամ է։ Ավելացրեցինք։ Ավելացրեցինք ալյուրը, միացնում ենք իրան մի աստիճան ցածր, որպեսզի ինքը միանգամից ալյուրը չտարածի ու պետք չի իրան միանգամից արագ հարել ու շատ քիչ ենք անելու։ Մի րոպե ինքը դանդաղ է հարում, հետո որ նկատում ես, որ արդեն էլ ալյուր չկա, որպեսզի ինքը թափվի, արդեն իրան ուժեղացնում ես։ Ու պետք է չի շատ ինքը հարվի։ Սիրելիներս, նայեք, հիմա այսինքն արդեն իսկ նա պատրաստ է, արդեն պետք չի։ Արդեն հանում ենք, նայեք, մոտավորապես իրան խառնում ենք սենց, որ ինքը այնքան որ մասան դառնա համասեռ, պետք չի իրան շատ հարել, դա հաստատ ոչ մի լավ արդյունք չի տա։ Այնքան որ սենց հարում ենք, այնքան որ տենանք, որ մասան ինքը եղել է գլատկի եւ ոչ մի ալյուրի գնդիկներ մեջը չկա։ Հիմա նայեք, այս բիսկվիտով այսօր ես պատրաստելու եմ պատվերով տորտ, մեկը փոքր բենտոյա, մյուսը մեծ 10 հոգանոց տորտ է։ Դուք կարող եք անել 12-ում, բաժանել երկու մասերի ու ստանալ երկու տեսակի տորտ։ Ես ավելացնում եմ աշկաչափով, որովհետև արդեն գիտեմ, որ ինչքանից ինչ պետք է անեմ, որ նորմալ ստացվի։ Այսքան բենտոյի համար Թխում ենք, ես օրինակին վարարանը թխում եմ 220 ջերմաստիճանի տակ մոտավորապես մի կես ժամ։ Ահա ստացել ենք այսպիսի հիանալի, շատ լավ փափլիկ բիսկվիտներ։ Ես սա բաժանել եմ արդեն իսկ 3 մասի, որպեսզի հավաքեմ տորթը։ Ինքը լինում է այսպիսի շատ ընտիր լավ մեջը փուչով բիսկվիտ։ Սիրելիներս, ահա ստացա ես այսպիսի հիանալի մանկական տորտ, այսօրվա մեր պատրաստած բիսկվիտներով։ Իդեպ 12 ծվից ես ստացել եմ 2 տորտ, այսինքն մեկը սա մանկական այս հիանալի տորտը, իսկ մյուսն է փոքրիկ բենտո է, որը ես ցույց տվեցի պատրաստելու ժամանակ, ուղղակի փոքր բենտոն չհասցրեցի սիրելիներս նկարել, որովհետև մեր պատվիրատուն մի քիչ տապում էր եւ ես չկարողացա այդ ընթացքում նկարահանել։ Ստացել եմ այսպիսի բիսկվիտ, իմիջիայլոց նշեցի, չէ, որ 12 ձվով եմ ստացել, մեր բիսկվիտը շատ լավն է, որովհետև ինքը շատ է, ինքը խմորը դառնում է մեծ մասսա ու դու կարողանում ես նրանից պատրաստել ամեն ինչ։ Հույսով եմ մեր պատվիրատուն կհավանի իմ տորթը եւ պատասխանը կասի։